Հայկական ավիաշուկա է մտնում ռուսական Պոբեդան Գյումրու Շիրակ օդանավակայանից Մոսկվայի Վնուկովո։ Առաջին թռիչքը դեկտեմբերի 15-ին է։ Չվերթները կիրականացվեն Boeing մակնիշի օդանավերով։ Դրանք նախատեսված են 180 ուղևորի համար։ Պոբեդա ավիակամպանիայի ներկայացուցչությունը Գյումրիում լինելու է մեր օֆիսում։ Վարդպարոն ավիա տնօրեն Անուշան Վարդպարոնյանը կլինի Պոբեդա ավիաընկերության ներկայացուցիչը Գյումրու օդանավակայանից։ Պոբեդան ցածր սակագներով է աշխատում խնայողությունների դիմաց։ Տոմսի արժեքը հաշվարկվում է ելնելով մատուցվող ծառայություններից։ Պոբեդան բյուջետային ավիաընկերություն է։ Անվտանգության չափանիշների առումով նման ավիաընկերությունները համապատասխանում են դասական ավիաընկերությունների պահանջներին։ Դասական ավիաընկերության տոմսի արժեքում ներառված է նաև սահմանված քաշով ուղեբեռի հնարավորություն։ Բյուջետային ավիաընկերությունը թույլ է տալիս վերցնել միայն ձեռքի ուղեբեռ։ Ինքնաթիռները առհասարակ եւ բյուջետային եւ ոչ սեգմենտավորված տեղեր են վաճառում։ Սեգմենտավորված ես նկատի ունեմ X քանակի տեղերը X գնով։ Երբ որ մենք հայտարարեցինք, որ սկսած 10000 դրամից, այո, տենց էլ կա, դուք կարող եք մտնել Պոբեդա ավիաընկերության կայքեջը եւ տեսնեք, որ իր կողմից սպասարկվող ուղղությունները սկսվում են 999 ռուբլիից։ Դուք տեսնում եք իմ էկրանին Գյումրի Վնուկովո ավիաչվերթի գները սկսած 998 ռուբլուց։ Բայց սա արդեն տարիֆ է, որի մեջ չի մտնում ոչ մի կիլոգրամ ուղեբեռ։ Վերևը նշվում են, ինչ կատեգորիաներ ենք նախընտրում, ուղեբեռով, միայն ձեռքի ուղեբեռով, մեծ պայուսակով, մինչև 20-30, իսկ ավելնորդ ուղևորները կառնեն ավիակամպանիայից։ Շատ բազմազան է իրագրանցուցակը, սկսած 1000 ռուսական ռուբլուն համարժեք 8000 դրամից։ 10, 15, 30, մինչև 60,000 կլինեն կապված ուղեբեռից, կապված վաճառքի քանակից։ Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական Պոբեդա ավիաընկերությունը կհրաժարվի Դոնի Ռոստովից Երևան թռիչքների թույլտվությունից, քանի որ ուղևորների սպասարկման արժեքը Զվարթնոց օդանավակայանում բարձր է։ Իսկ ինչու Պոբեդան եկավ Գյումրի։ Շիրակ օդանավակայանը բոլոր պարամետրերով ավելի էժան է եւ այն ազատված է օդի տուրքից։ Մենք բազմիցս խոսել ենք, որ Գյումրիի Շիրակ օդանավակայանը մենք Զվարթնոց միջազգային օդանավակայաններ կազմակերպության տնօրինության հետ մեկտեղ նախատեսել ենք զարգացնել որպես բյուջետային ավիաընկերությունների համար աշխատող օդանավակայան։ Եվ սա հենց այդ դասական օրինակն է, որը տեղի ունենում։ Մեր այրոպորտը կգործի, Երևան էլ կարիք չի լինի որ հասնի։ Դա շատ լավ։ Բնականաբար արից երևան տվե։ Մոսկվա մեկնել ցանկացող քաղաքացիները Պոբեդայի տոմսերը կարող են ձեռք բերել վաղվանից։ Այս պահին վաճառք դեռ չի իրականացվում։ Նազել Էլբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։